Ողջույն, այս օրերին լրանում եմ 44 օրյա աղետի 5-րդ տարելիցը, Արցախի կործանման 2-րդ տարելիցը եւ այս աղետները, որ բոլորս ապրում ենք արդեն 5 տարի, այս չդադարող շարքի մղձավանջային հետևանքներից մեկն էլ հոգեբանական ցնցումներ են, որը այնպիսի երևույթ է, որ ազդում է ոչ միայն այս իրադարձությունների կոնկրետ ուղիղ մասնակիցների, այլ բոլորիս վրա։ Եվ այս առիթով հենց այս թեմայի, շատ կարևոր թեմայի մասին այսօր կխոսենք Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Նիկողոսյանի հետ։ Ողջույն։ Բարև ձեզ։ Հովհաննես, նախ խնդրում եմ բացատրեք, որովհետև ես տեսա, որ դուք զբաղվում եք հոգեբանական եւ հոգևոր-հոգեբանական վերականգնման աշխատանքներով։ Ինչպես եք դա անում։ Ի վերջո խոսքը հազարավոր մարդկանց մասին է, խմբային, անհատական եւ ինչպես է դա տեղի ունենում։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար, հատկապես հաշվի առնելով, որ մեր զրույցը տեղի ունենում, ինչպես դուք նշեցիք, պատերազմի 5-րդ տարելիցի նախօրեին 2022 թվականի ամառը ամերիկահայ բարերար, նորարար Նուբա Ռաֆեյանի գաղափարով, տեսլականով հիմնադրվեց Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը համագործակցությամբ Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու հետ։ Գաղափարն էր, տեսլականը այն էր, որ փորձենք համադրել հայկական գոյատևողականության ավանդույթները, պատմությունը, մշակույթը, մեր ազգային ինքնությունը, այնպիսի, ինչպես դուք նշեցիք, հոգևոր հոգեբանական ծրագրի շրջանակներում, որը այս հետպատերազմական իրավիճակում առավելագույն օգուտ կբերի մեր հայրենակիցներին եւ կօգնի դուրս գալ այն հոգեբանական մղձավանջից, ինչպես դուք նշեցիք, որում մենք բոլորս գտնվում ենք։ Եվ տարբեր փորձառություններից հետո համագործակցելով հայաստանյան եւ միջազգային իրոք լավագույն մասնագետների հետ մենք ստեղծեցինք ժամանակի մեջ սահմանափակված խմբային եւ համայնքակենտրոն հոգևոր հոգեբանական այնպիսի ծրագիր, որը այսօր արդեն հարյուրավոր մարդկանց օգնել է գտնել իրենց սեփական վերականգնման ճանապարհը։ Այսինքն դուք շփվել եք շատ բավականին մեծ թվով մարդկանց հետ, իրենք պատերազմի հետ ուղիղ առնչվող մարդիկ են, թե ինչ որ մարդիկ են, որոնց վրա այլ կերպ է այս ամենը ազդել, եթե ամփոփեք այն ինչ արել եք այս տարիներին, մենք ինչ պատկեր ունենք ընդհանուր մեր վիճակը ոնց է։ Գիտեք, հավանաբար առաջին դատողությունը, որ կարող եմ անել, այն է, որ ժամանակը չի բուժում։ Այսինքն ակնկալել, որ ժամանակին համընթաց մարդկանց հոգեբանական ուրեմն ապրումները կբարելավեն, հավանաբար պիտի ներգործություն լինի, այսինքն պիտի աշխատեն։ Մասնագիտական աջակցության շատ լուրջ կարիք կա։ 2023 թվականի հունվարից մինչ այսօր հիմնադրամը կարողացել է աշխատել մոտ 4000 մեր հայրենակիցների հետ, հիմնականում մեծահասակներ, բայց ներառյալ նաև երեխաների հետ, մեր տարբեր գործընկերների հետ, օրինակ Հայկական բարեգործական ընդհանուր միության մեր սիրելի գործընկերների հետ այս տարվա ամռանը մենք կարողացանք հոգևոր հոգեբանական աջակցության ծրագիր իրականացնել մոտ 800 երեխաների հետ, ովքեր որ պատերազմի հետ ուղղակի առնչություն ունեցող ընտանիքներից էին, արցախցիներ կամ ոչ արցախցիներ։ Եվ կարող եմ ասել, որ ինչպես արդեն նշեցի, ժամանակը այսինքն չի բուժում եւ պետք է մասնագիտական անշուշտ։ Նաև մենք ունենք հետաքրքիր վիճակագրական նաև տվյալներ, որոնք ամփոփ կերպով գալիք շաբաթ կներկայացնենք հանրությանը։ Դրանցից մեկը կարող եմ նշել, որ պատերազմի հետ ուղղակի առնչություն չունեցող եւ մեզ դիմաց մարդկանց շրջանում այդպիսի մարդկանց 40%-ը ունի ծանր հետտրավմատիկ, բայց պատերազմի հետ ուղիղ չեն առնչվել։ Իրենք նշել են, այո, որ պատերազմի հետ որևէ ուղղակի առնչություն չունեն, ներառյալ ընտանիքի անդամները չունեն, ուղղակի։ Բայց իրենք հասկացել են, որ այդ խնդիրը ունեն։ Այսինքն իրենք չեն հասկացել։ Մենք մեր կայքում, հիմնադրամի կայքում revival.am դեռ 2 տարի առաջ գործարկեցինք հոգեբանական վիճակի ինքնագնահատման
մասնագիտական ուրեմն թեստեր, որոնցից կարող է օգտվել յուրաքանչյուրը։ Եվ այդպիսի մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ անցել են այդ ինքնագնահատման համակարգով, նրանք ովքեր որ ունեցել են բարդություններ ըստ ուրեմն այդ թեստերի, նաև իրենց մեծ մասը դիմել են հիմնադրամի ծրագրերին մասնակցության համար եւ մասնակցել են անշուշտ։ Բայց դա հետաքրքիր է, ինչպես են դիմում, որովհետեւ մեր մշակույթում հոգեբանին կամ հոգեբանական աջակցության դիմելը մի տեսակ ընդունված չէ, հա, այսինքն դա շատ արևմտյան մշակույթ է։ Մերոնք ինչպես են հասկանում են, որ ունեն դրական, որտեվ իմ պատկերացմամբ բոլորս ունենք հոգեբանի կարիք այս տարիներից հետո։ 2022 թվականին, երբ մեկնարկեցինք արդեն մեր ծրագրերը, մենք արեցինք հիմնարար ենթադրություն, որ բոլորը, ինչպես դուք նշեցիք, պատերազմի հետևանքների բերումով կարող է ունենալ հոգեբանական աջակցության կարիք եւ ծրագրերը ըստ էության բացեցինք բոլոր այն անձանց համար, ովքեր որ կհամարեին, որ իրենք այդ կարիք ունեն եւ դրեցինք, այսինքն այդ ինքնաշխատ համակարգը կայքում եւ առիթից օգտվելով նաեւ հորդորում եմ մեր հայրենակիցներին օգտվել այն անվճար բարձ հնարավորություններից, որոնք որ մեր կայքում ընձեռնված են սեփական հոգեվիճակը ուրեմն գնահատելու համար, որը կոնֆիդենցիալ է եւ մենք այսինքն կարելի է մնալ անանուն անշուշտ, իսկ եթե այն մարդիկ ովքեր արդեն ուզում են հիմնադրամի ծրագրերին մասնակցել, նոր արդեն իդենտիֆիկացնում են իրենց անուն, ազգանուն, կոնտակտային տվյալներ եւ այլն։ Կարող եմ ասել, որ վերջին փուլում, օրինակ, երբ որ հիմնադրամը իր ծրագրերը իրականացրեց Երևանում, Գյումրիում եւ Վանաձորում, այս տարվա ձմռանը եւ գարնանը, մոտ 550 անձանցից, ովքեր այդ փուլին մասնակցեցին, 24%-ը ծրագրի մասին իմացել էր իր հարևաններից եւ պատրաստակամորեն ոչ միայն դիմել էր, այլ նաեւ դիմել էր ծրագրերին մասնակցելու եւ աջակցություն ստանալու համար։ Հատուկ ուզում եմ ընդգծել, որ հիմնադրամի կողմից մշակված ծրագրերը արդեն նշեցի, լավագույն իրոք մասնագետների հետ մշակված ծրագրերը ոչ միայն եւ ոչ այնքան պարզ հոգեբանական, ուրեմն աջակցության ծրագրեր են, որքան նաեւ այս ծրագրերի մեջ ծրագրերը խարսխված են մեր ինքնության, մշակույթի, պատմության, ինչ որ մենք կոչում ենք այդ հոգևոր հոգեբանական մեթոդ եւ այս ազգային յուրահատկությունների վրա կառուցված ծրագրին մասնակցելը շատ ավելի հեշտացնում է ամբողջ գործընթացը խմբային աշխատանքների, ավելի դյուրինացնում է մարդկանց այդ հոգեբանական այդ պատնեշը արգելքը հաղթահարելու հանգամանքը եւ այն մարդիկ օրինակ ովքեր որ այդ ներքին որոշումը կայացնում են, որ ուզում են հաղթահարել իրենց հոգեբանական ուրեմն խնդիրներ դիմում են մեզ, մոտավորապես 95%-ը դիմացների, ովքեր սկսում են ծրագրերին մասնակցել, 95%-ը նաեւ ավարտում են ծրագրերը, այսինքն վերջ մասնակցում, այսինքն ընթացքից հրաժարումները մինիմալ են։ Նրանցից մեկի մասին կարող եք պատմել, որ վատ վիճակում էր, հասկացա, որ դա իրեն պետք է, մասնակցեց ու հիմա այսպես վերականգնվեց։ Նայեք, հոգեբանական վերականգնման կարևոր ուրեմն նախապայմաններից է եւ մենք այդ խոստումը տալիս ենք մեր բոլոր գործող եւ հնարավոր ապագա շահառուներին, դա այն ապահով միջավայրն է, որ մենք իբրև հիմնադրամ երաշխավորում ենք։ Ապահով միջավայրը ենթադրում է մարդկանց մասին չխոսել եւ պահպանել կոնֆիդենցիալության եւ բոլոր մասնագիտական էթիկայի կանոնները։ Այդուամենայնիվ մենք մեր ուրեմն կայքում եւ սոցիալական հարթակներում նախորդ ամիսներին հրապարակեցինք մի քանի տեսանյութեր, որտեղ ծրագրով անցած եւ վերականգնման իրենց ճանապարհը գտած մեր հայրենակիցներից ոմանք խիզախեցին խոսել այդ մասին, ակնկալելով, որ ուրիշներին դա կարող է օգտակար լինել, անկեղծ պետք է ասեմ, որ մեր սպասվածից այդ տեսանյութերի, այդ փոքր ֆիլմերի դիտումները անգամներ, հարյուրավոր անգամներ ավելի շատ էր։ Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ այդ ֆիլմերը, կարճ ֆիլմերը սկզբից մինչև վերջ փաստացի դիտեցին։ Այդտեղ մարդիկ պատմում են իրենց դժվարություններ եւ ծրագրի, այսինքն իրենց վերականգնման հայկական ճանապարհի ուրեմն ընթացքը եւ դրա արդյունքները։ Այնպես որ շատ կհորդորեմ դիտել այդ տեսանյութերը։ Տեսեք, մենք հիմա Հայաստանում արցախցիների այս 2 տարի առաջվա աղետից հետո հերթական 100,000-ից ավելի մարդ եկավ, շատերը արդեն Հայաստանից են արտագաղթել, միայն 17,000 տեղահանված վերաբնակեցվել է
Մասիս քաղաքում եւ այնտեղ շատ պատմություններ կան, որ երեխաները դպրոցում չեն հարմարվում, ցանկացած պայթյունից վեր են թռնում եւ այն, այսինքն բավականին լուրջ է այնտեղ խնդիրը եւ այս բոլոր մարդիկ ապրում են հիմա այստեղ, ապրում են Երևանում, մեր մեջ մենք իրենց հետ ապրում ենք եւ այդ բոլոր տրավմաները եւ այդ բոլոր հետևանքները, որ եւ իրենք են տալի եւ մենք մեր մասով, եթե ուղիղ չենք տեսել այդ անը, միևնույն է, մենք էլ ենք այդ ամեն ինչը վերապրել, բոլորիս քանի տարի կպահանջվի, որ մենք սա հաղթահարենք, եթե հիմա օրինակ, չգիտեմ, ես օրինակ կարծում եմ, որ ավելի լավ է այդ մասնագետը ոչ թե ինձ հետ խոսի, այլ խոսի նրա հետ, ով անցել է դրա միջով, դրա համար մի տեսակ ես օրինակ չեմ դիմի զուտ այդ նպատակով, բայց ես էլ հայ մարդ եմ, ապրում եմ այստեղ, ես էլ ունեմ դրա կարիքը։ Ինչ պիտի տեղի ունենա, ինչքան պիտի ժամանակ անցնի, որ մենք այս ամեն ինչը մեր միջով անցնի ու մենք դուրս գանք սրանից։ Շատ հետաքրքիր ու կարևոր հարց եք բարձրացնում, բայց թույլ տվեք մի փոքր ավելի երկար եւ ծավալուն արձագանքել։ Նախ բոլոր են մեր հայրենակիցները, ովքեր այս կամ այն կերպ ուղղակի կամ անուղղակի անցել են իրենց վերաբերվել է, իրենք համարում են իրենց վերաբերվել է պատերազմը, ես իրոք կհորդորեմ օգտվել մեր կայքում այդ անվճար հոգեբանական թեստերից եւ ուղղակի իրենց հոգեվիճակի ինքնագնահատում անել։ Դա անանուն է եւ մենք երաշխավորում ենք տվյալների ապահովությունը։ Դա մեկ։ Երկրորդ, գիտեք, վերականգնումը սկսում է որոշումից։ Հա, երբ որ մարդ որոշում է, որ ինքը ուզում է վերականգնվել։ Մենք պատրաստական ենք աջակցություն տրամադրել բոլոր այն մեր հայրենակիցներին, ովքեր որ այդ ներքին որոշումը առաջին հերթին կկայացնեն։ Հիմա կկայացնեն ինքնուրույն, կկայացնեն ընտանիքի անդամների հորդորով եւ իսկա դրդմամբ, այդ արդեն իրենց գործն է։ Դա մեկ։ Երկրորդ, Հայաստանում կան բազմաթիվ մասնագետներ, ոչ բավարար, ինչպես բոլոր երկրներում ներառյալ ամենազարգացած, բայց բազմաթիվ կազմակերպություններ, անհատներ, ովքեր բարձրորակ ուրեմն ծառայություններ են մատուցում վճարովի կամ անվճար հիմունքներով մեր հայրենակիցներին։ Մենք շատ ուրախ ենք, որ նման կազմակերպություններ գոյություն ունեն եւ կարող են իրենց ուշադրությունը սևեռել այն մարդկանց վրա, ովքեր կլինիկական աջակցության ուրեմն կարիք ունեն եւ մենք գործակցում ենք ակտիվ նման կազմակերպությունների եւ անհատների հետ։ Երրորդ, այդուամենայնիվ կուզեմ առիթ օգտագործելով ընդգծել, որ մենք նախորդ տարիների ըստ էության մասշտաբային իրականացված ծրագրի արդյունքներով որոշում կայացրեցինք, որ ծրագիրը պետք է մասշտաբայնացնել, փորձելով լուծել այն մեծ ահռելի խնդիրը, որը մեր հասարակությունում անտեսանելիորեն, բայց առկա է։ Եվ մոտ մեկ շաբաթ առաջ հիմնադրամը հայտարարեց մասշտաբային մասշտաբներով ըստ էության աննախադեպ վերապատրաստման ծրագրի մասին եւ առիթ օգտագործելով կուզեմ հորդորել մեր սոցիալական աշխատող եւ հոգեբան ունկնդիրներին անպայման դիմել եւ մասնակցել այս վերապատրաստման անվճար ծրագրին այս process-ի ավարտին մենք ակնկալում ենք ունենալ մոտ 120 վերապատրաստված մասնագետ, ում վերապատրաստում ենք հայաստանյան եւ միջազգային լավագույն մասնագետների հետ գործակցությամբ ստեղծված 1.5 ամիս ընդհանուր տևողությամբ հոգեվոր հոգեբանական մեթոդով իրենք հետո արդեն աշխատեն, ովքեր վերապատրաստման ծրագիրը նրանք ովքեր վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ կավարտեն, կներգրավեն արդեն Հայաստանի ողջ տարածքում ուրեմն մասշտաբային ծրագրերում, որոնք որ հիմնադրամը իրականացնելու է ամբողջ Հայաստանի տարածքում եւ այս ծավալը ըստ էության ծածկելու համար հիմնադրամը արդեն իսկ գործակցում է տարբեր կազմակերպությունների հետ եւ ներկայումս նաեւ ջանք ենք ներդնել, որպեսզի խորացնենք գործակցությունը նաեւ պետական պատկան մարմինների հետ, որպեսզի նման աջակցությունը հասանելի դարձնենք բոլոր մարզերում, բոլոր համայնքներում եւ անենք ել ավելի թիրախային, քան արել ենք մինչեւ այժմ եւ ըստ էության հույսով ենք, որ նաեւ պետությունը կինտեգրի նման ծառայությունների տրամադրումը մեր հայրենակիցներին ոչ միայն ուրեմն 20 թվականի պատերազմի կամ Արցախի հայաթափման հուսով եմ ժամանակավոր հայաթափման հետևանքների
հետևանքներով ձևավորված հոգեբանական խնդիրները մարդկանց մոտ լուծելու համար, այլ նաև ինչու՞ չէ նաև տոկունության, այսինքն կանխարգելիչ նպատակներով, որպեսզի մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որտեղ որ ցնցումները հաճախ են լինում, առնվազն վերջին մի քանի 100 տարվա մեջ բազմաթիվ անգամներ են նաև ապագայում պատրաստ են։ Նաև ապագայում մարդիկ փորձենք մարդկանց տալ այդ ձեռքբերովի կարողությունը նման ճգնաժամերին, գոյատևման սպառնալիքներին դիմակայելու, որպեսզի մենք ըստ էության ավելի դիմակայուն լինենք որպես ժողովուրդ, ընդ որում համարում ենք, որ այս դիմակայունությունը նոր չի, որ ստեղծվելու է։ Մենք որպես ժողովուրդ այն փոքրաթիվ ուրեմն ազգերի ակումբին ենք պատկանում, որոնք որ դարերով անցել են նման գոյատևման սպառնալիքներով եւ մնացել են կանգուն։ Հիմա մենք դրա համար ապավինում ենք մեր ավանդույթներին, տարբեր մշակութային առանձնահատկություններին, պատմությանը, ընդ որում պատմություն ասելով բացարձակ նկատի չունենք Վարդան Մամիկոնյանին կամ մյուսներին, հա, նկատի ունենք մեր կողքին ապրող այն մարդկանց պատմություններին կամ մեր նախնիների պատմություններին, ովքեր որ ցեղասպանության ընթացքում դրանից դիմացել են, վերապրել են, դիմացել են, վերապրել են եւ հաջողության են հասել։ Այդպիսի մարդիկ հազարավորներն են։ Ընդհանրապես պետք է այդ մարդկանց ուրեմն պատմությունները ակտուալիզացնել եւ վերջում հավանաբար պետք է ասեմ, որ այս աշխատանքը անելով ըստ էության մենք նաեւ հույսով ենք, որ ինչ-որ մի պահի այս աշխատանքը կդառնա մեր դիսկուրսի մաս, որովհետև այս հոգեբանական խնդիրների շարունակականությունը մի եզրակացություն, որ մենք արել ենք մեր ուրեմն մոտ 4000 արդեն ասեցի շահառուների հետ երկարատև աշխատանքի արդյունքում, որ նաև այս դիսկուրսն է ինքնության խաթարող դիսկուրսն է նաև բերում հոգեբանական խնդիրների շարունակականությանը եւ չլուծմանը։ Շնորհակալություն Հովհաննես, բոլորին առողջություն մաղթենք, առաջին հերթին հոգեկան առողջություն, ինչու ոչ նաև հոգևոր առողջություն։ Մենք խոսում էինք հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Նիկողոսյանի հետ մեր անցած 5 տարիների հետևանքով առաջացած տրավմաների, դրանց հաղթահարման մասին։ Բաժանորդագրվեք եւ հետևեք մեզ սոցցանցերում, այսքանը ցտեսություն։